Երբ 1999 թվականի դեկտեմբերին հատուկ ստորաբաժանումը մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատան մեջ, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Ռազմական պահեստներից գողացված զենքեր, հազարավոր տուփ սննդամթերք, որոնք պետք է հասներ առաջնագծի զինվորներին, եւ փաստաթղթեր, այնքան գաղտնի, որ նույնիսկ բարձրաստիճան սպաներն իրենց գոյության մասին չգիտեին։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ գտան առանձնատան ստորգետնյա մասում, ամբողջական զինանոց, որը կարող էր զինել ամբողջ բատալյոն, եւ անձնական արխիվ, լի ձայնագրություններով, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին։ Ո՞վ էր իրականում այս մարդը, ազգային հերոսը, թե ֆեոդալ, որը վերածեց ամբողջ շրջանը իր անձնական տիրույթի։ Ինչու էր նա կուտակել այդքան զենք եւ փաստաթղթեր։ Եվ ամենակարևորը, ինչպես հաջողվեց նրան 30 տարի շարունակ պահել այս գաղտնիքները, երբ ամբողջ երկիրը գիտեր, որ Էջմիածնում ապրում է մարդ, որին բոլորը վախենում էին ավելի քան օրենքից։ Մանվել սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956 թվականի հուլիսի 14-ին, Աշալույս գյուղում, Էջմիածնի շրջանում, հայկական ՍՍՀ-ում։ Սովորական գյուղացիական ընտանիք, որտեղ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս տղան մի օր կդառնա մարդ, որի անունը կստիպի ամբողջ շրջանին դողալ։ Նրա մանկությունը անցել է այն տարիներին, երբ Խորհրդային Միությունը դեռ ուժեղ էր, երբ յուրաքանչյուր գյուղում կար իր կարգը, իր հիերարխիան, իր չգրված օրենքները։ Բայց արդեն այն ժամանակ, ըստ հարևանների հիշողությունների, փոքրիկ Մանվելը տարբերվում էր մյուսներից։ Նա չէր սիրում խաղալ մյուս երեխաների հետ, նա նախընտրում էր դիտել, լսել, հիշել։ Ովքեր էին իրեն սովորեցրել այդ հմտությունները։ Ինչ էր տեսել այդ երեխան, որ արդեն 10 տարեկանում իմանում էր, թե ինչպես պահել գաղտնիքներ եւ ինչպես օգտագործել մարդկանց վախերը։ 1975-ից 1977 թվականներին Մանվելը ծառայեց խորհրդային բանակում։ Սովորական զինծառայություն, որտեղ հազարավոր երիտասարդներ սովորում էին կարգապահություն եւ հնազանդություն։ Բայց Մանվելը սովորեց ավելին։ Նա սովորեց, թե ինչպես կառուցել իշխանության համակարգ փոքր խմբի ներսում, ինչպես գտնել յուրաքանչյուր մարդու թույլ կողմը, ինչպես վերածել վախը հավատարմության։ Նրա հրամանատարները նկատում էին, որ այս զինվորը երբեք չի բողոքում, երբեք չի հակառակում, բայց միշտ հասնում է իր նպատակին։ Ինչպես։ Նա գիտեր, թե ում պետք է օգնել, ում պետք է վախեցնել, ում պետք է պարզապես անտեսել։ Երբ նա վերադարձավ Աշալույս, նա այլևս սովորական գյուղացի չէր։ Նա էր մարդ, որը գիտեր, թե ինչպես աշխատում է իշխանությունը, եւ ավելի կարևորը, ինչպես այն գրավել։ 1988-ից 1992 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողությունները, Մանվել Գրիգորյանը միացավ Էջմիածնի կամավորական ջոկատին։ Սա էր պահը, երբ սովորական մարդը սկսեց վերածվել լեգենդի։ Էջմիածնի ջոկատը մարտնչում էր Ղարաբաղի հարավում, եւ Մանվելը արագ դարձավ մարդ, ում անունը հայտնի էր եւ դաշնակիցներին, եւ թշնամիներին։ Բայց ինչպես հաջողվեց նրան այդքան արագ բարձրանալ։ Ըստ նրա մոտ կանգնած մարդկանց վկայությունների, Մանվելը ուներ հատուկ տաղանդ։ Նա կարողանում էր տեսնել ռազմաճակատը ոչ միայն որպես ռազմական գործողությունների տարածք, այլև որպես բիզնեսի հնարավորություն։ Զենքը, սնունդը, վառելիքը, ամեն ինչ, ինչ անցնում էր առաջնագից, անցնում էր նրա ձեռքերով։ Եվ յուրաքանչյուր անցումից մի փոքր մնում էր նրա մոտ։ Սա էր հերոսություն, թե սկիզբը մի համակարգի, որը հետագայում կվերածվի ամբողջ շրջանի վրա տիրապետող մեքենայի։ 1992 թվականին Մանվել Գրիգորյանը պաշտոնապես ընդունվեց Հայաստանի զինված ուժերի կազմ եւ նշանակվեց առանձին մոտոհրաձգային բատալյոնի հրալոնի հրամանատար։ Սա էր պաշտոնական սկիզբը նրա ռազմական կարիերայի, բայց իրականում նա արդեն վերահսկում էր շատ ավելին, քան մեկ բատալյոն։ Էջմիածնում նրա անունը արդեն արտասանվում էր շշուկով։ Մարդիկ պատմում էին, թե ինչպես է նա կարողանում մեկ հայացքով ստիպել մարդուն լռել, ինչպես է նրա ներկայությունը սենյակում փոխում մթնոլորտը։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ նա սկսեց ստեղծել իր սեփական համակարգը։ Համակարգ, որտեղ յուրաքանչյուր ոստիկան, յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր պաշտոնյա Էջմիածնում գիտեր, որ իրական իշխանությունը պատկանում է ոչ թե օրորենքին, այլ Մանվել Գրիգորյանին։ Ինչպես կառուցեց նա այդ համակարգը։ Ըստ նրանց, ովքեր աշխատել են նրա հետ, Մանվելը օգտագործում էր պարզ բանաձև՝ վախ գումարած շահ։ Նա տալիս էր աշխատանք, պաշտպանություն, գումար նրանց, ովքեր հավատարիմ էին, եւ անողորմ էր նրանց հանդեպ, ովքեր համարձակվում էին հակառակել։
1992-ից 1996 թվականներին Մանվել Գրիգորյանը եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Քաղաքական իշխանություն գումարած ռազմական ուժ, սա էր կատարյալ համադրությունը մարդու համար, ով ուզում էր վերահսկել ամեն ինչ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ շատերը չէին հասկանում, թե ինչ է իրականում կառուցում Մանվել Գրիգորյանը։ Նա չէր ուզում պարզապես լինել հարուստ կամ ազդեցիկ։ Նա ուզում էր ստեղծել իր սեփական թագավորությունը, որտեղ նա կլինի միակ օրենքը։ 1993 թվականին նրան նշանակվեց բրիգադի հրամանատար, իսկ 1997 թվականի հուլիսին զորամասի հրամանատար։ Յուրաքանչյուր նոր պաշտոն նշանակում էր ավելի շատ իշխանություն, ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ մարդիկ, ովքեր կախված էին նրանից։ Իսկ Էջմիածնում արդեն սկսել էին պատմել պատմություններ, որոնք հնչում էին ավելի շատ որպես լեգենդներ, քան իրականություն։ Պատմություններ այն մասին, թե ինչպես է Մանվելը կարողանում մեկ գիշերում անհետացնել մարդուն, ով համարձակվել է խոսել նրա դեմ, ինչպես է նա վերահսկում յուրաքանչյուր բիզնես Էջմիածնում, ինչպես է նա ստիպում նույնիսկ ոստիկանությանը աշխատել իր համար։ Սրանք լեգենդներ էին, թե իրականություն։ 1996 թվականին Մանվել Գրիգորյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում։ 39 տարեկան գեներալ։ Սա էր անսովոր երևույթ, նույնիսկ այն ժամանակների Հայաստանի համար։ Բայց Մանվելի համար սա ոչ միայն ռազմական կոչում էր, այլև պաշտոնական ճանաչում նրա իշխանության, որը նա արդեն ունեցել է տարիներ շարունակ։ 1998 թվականին դրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ հետո 1002-ից 1008 թվականներին նա դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ։ Պաշտոնապես նա էր երկրորդ մարդը երկրի ռազմական համակարգում, բայց Էջմիածնում բոլորը գիտեին, որ նա առաջին մարդն է իր տարածքում։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի ոստիկան, ոչ մի դատավոր չէր կարող որոշում կայացնել առանց Մանվել Գրիգորյանի թույլտվության։ Նա վերածել էր Էջմիածինը իր անձնական ֆեոդալական տիրույթի, որտեղ նա էր միակ իշխանությունը։ Բայց ինչպես էր նա ապրում, ինչպիսին էր նրա առօրյան։ Ըստ նրանց, ովքեր տեսել են նրա առանձնատունը, Մանվել Գրիգորյանը ապրում էր ինչպես միջնադարյան իշխան։ Նրա առանձնատունը Էջմիածնում էր ավելին, քան պարզապես տուն։ Դա էր ամրոց, որտեղ պահվում էր ամեն ինչ, ինչ նա հավաքել էր տարիների ընթացքում։ Զենք, սնունդ, փաստաթղթեր, գումար, ամեն ինչ, ինչ կարող էր անհրաժեշտ լինել իշխանությունը պահպանելու համար։ Բայց ամենաշոկայինը այն էր, թե ինչպես էր նա վերաբերվում սովորական մարդկանց։ Երբ Մանվել Գրիգորյանը ծախսում էր 100 հազարավոր դոլարներ իր անձնական հավաքածուի համար, հին մեքենաներ, զենք, հնաոճ իրեր, միջին աշխատավարձը Էջմիածնում կազմում էր ընդամենը $200 ամսական։ Մինչդեռ նա կուտակում էր հարյուրավոր տուփ սննդամթերք իր պահեստներում, սովորական ընտանիքները Էջմիածնում դժվարանում էին գնել հաց իրենց երեխաների համար։ Սա էր այն մարդը, ով պաշտպանել էր հայրենիքը պատերազմում։ Թե սա էր մարդ, ով օգտագործել էր պատերազմը որպես հնարավորություն հարստանալու եւ իշխանություն ձեռք բերելու։ Իսկ ինչպես էր Մանվել Գրիգորյանը վերաբերվում նրանց, ովքեր համարձակվում էին խոսել իր դեմ։ Էջմիածնում պատմում են պատմություն մի տղամարդու մասին, ով բողոքել էր, որ Մանվելի մարդիկ խլել են նրա հողը։ Այդ մարդը գնաց ոստիկանություն, գնաց դատարան, փորձեց գտնել արդարություն, բայց մի գիշեր նրա տունը այրվեց։ Պաշտոնապես դա էր դժբախտ պատահար, բայց բոլորը Էջմիածնում գիտեին, թե ով էր կանգնած այդ հրդեհի հետևում։ Եվ այդ մարդը, ով կորցրել էր ամեն ինչ, լռեց։ Ինչպես լռեցին բոլորը, ովքեր փորձեցին դիմադրել Մանվել Գրիգորյանին։ Վախը դարձավ ամենաարդյունավետ զենքը, եւ Մանվելը գիտեր, թե ինչպես օգտագործել այն։ Բայց արդյոք կարող էր այս համակարգը գոյատևել հավերժ։ Արդյոք կարող էր մեկը տիրապետել ամբողջ քաղաքին անվերջ ժամանակ։ 30 տարի անց, երբ հատուկ ստորաբաժանումը մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատուն, նրանք գտան ավելին, քան պարզապես զենք եւ սնունդ։ Նրանք գտան ամբողջական արխիվ, փաստաթղթեր, ձայնագրություններ, լուսանկարներ, որոնք պատմում էին պատմություն որոյություն, որը երբեք չէր պատմվել հրապարակայնորեն։ Պատմություն այն մասին, թե ինչպես էր կառուցվել իշխանության համակարգ, որտեղ մեկ մարդը վերահսկում էր ամեն ինչ։ Պատմություն այն մասին, թե ինչպես էին ազգային հերոսները վերածվում ֆեոդալների, ովքեր օգտագործում էին իրենց կարգավիճակը ոչ թե ծառայելու ժողովրդին, այլ հարստանալու եւ իշխանություն ձեռք բերելու համար։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում էր անպատասխան, այն էր, ինչպես հաջողվեց Մանվել Գրիգորյանին պահել այս գաղտնիքները այդքան երկար։ Ով էր նրան օգնում։ Ով էր պաշտպանում նրան։ Եվ ամենակարևորը, քանի հոգի էին ներգրավված այս համակարգում։
1999 թվականներին, երբ Հայաստանը դարձավ անկախ, երկիրը բախվեց բազմաթիվ խնդիրների. տնտեսական ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, Լեռնային Ղարաբաղի պատերազմ. սրանք էին խնդիրները, որոնք պահանջում էին ուժեղ իշխանություն եւ կարգ։ Բայց այդ քաոսի մեջ ծնվեց նաեւ հնարավորություն։ Հնարավորություն նրանց համար, ովքեր գիտեին, թե ինչպես օգտագործել իրավիճակը իրենց օգտին։ Եվ Մանվել Գրիգորյանը եղավ մեկը այդ մարդկանցից, ովքեր ամենալավն օգտագործեցին այդ հնարավորությունը։ Նա ստեղծեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր ռեսուրս, որը անցնում էր Էջմիածնով դեպի Ղարաբաղ, անցնում էր նրա ձեռքերով, եւ յուրաքանչյուր անցումից մի մասը մնում էր նրա մոտ։ Զենք, սնունդ, վառելիք, դեղորայք, ամեն ինչ անհրաժեշտ էր պատերազմում, դառնում էր նաեւ բիզնեսի առարկա։ Բայց արդյոք սա էր նորմալ։ Արդյոք կարող էր ազգային հերոսը միաժամանակ լինել նաեւ բիզնեսմեն, ով հարստանում էր պատերազմից։ Ըստ նրանց, ովքեր ծառայել են Մանվել Գրիգորյանի հրամանատարության ներքո, նա եղել է խիստ, բայց արդար հրամանատար։ Նա պահանջել է կարգապահություն, հնազանդություն, նվիրվածություն։ Բայց միաժամանակ նա նաև պաշտպանել է իր մարդկանց, տվել է նրանց աշխատանք, ապահովել է նրանց ընտանիքները։ Սա էր նրա ուժը։ Նա կարողանում էր ստեղծել հավատարմություն ոչ միայն վախի միջոցով, այլև շահի միջոցով։ Մարդիկ, ովքեր աշխատում էին նրա համար, գիտեին, որ եթե նրանք հավատարիմ են, նրանք կունենան ամեն ինչ անհրաժեշտ է։ Բայց նրանք նաև գիտեին, որ եթե նրանք դավաճանեն, նրանք կկորցնեն ամեն ինչ։ Սա էր համակարգը, որը Մանվել Գրիգորյանը ստեղծել էր, եւ այն աշխատում էր տասնամյակներ շարունակ։ Բայց ով էր իրականում Մանվել Գրիգորյանը որպես մարդ։ Ինչպիսին էր նա իր ընտանիքի հետ։ Ինչպիսին էր նա, երբ ոչ ոք չէր նայում։ Նրա կինը Նազիկ Ամիրյանը եղել է նրա կողքին տարիներ շարունակ։ Նրանք միասին կառուցել են իրենց կյանքը, միասին բարձրացել են իշխանության սանդուղքով։ Բայց ինչպիսին էր նրանց հարաբերությունը։ Արդյոք Նազիկը գիտեր ամեն ինչ անում էր նրա ամուսինը։ Արդյոք նա մասնակցում էր նրա գործերին։ Երբ 1918 թվականին Մանվել Գրիգորյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Նազիկ Ամիրյանը նույնպես մեղադրվեց։ Սա նշանակում էր, որ նա ոչ միայն գիտեր, այլև մասնակցում էր համակարգին, որը նրա ամուսինը ստեղծել էր։ Բայց ինչպիսին էր նրանց կյանքը այդ բոլոր տարիների ընթացքում։ Ինչպես էին նրանք ապրում, երբ ամբողջ Էջմիածինը վախենում էր նրանցից։ 1999 թվականներին Մանվել Գրիգորյանը դարձավ նաև քաղաքական գործիչ։ Նա դարձավ Հանրապետական կուսակցության անդամ եւ Հայաստանի ազգային ժողովի падգամավոր։ Սա նշանակում էր, որ նա այժմ ուներ ոչ միայն ռազմական եւ տնտեսական, այլև քաղաքական իշխանություն։ Նա կարող էր ազդել օրենքների վրա, կարող էր պաշտպանել իր շահերը ամենաբարձր մակարդակում, բայց ամենակարևորը այն էր, որ նա ստացավ անձեռնմխելիություն։ Որպես падգամավոր նա պաշտպանված էր շատ հետաքննություններից, շատ մեղադրանքներից, եւ նա օգտագործեց այդ պաշտպանվածությունը լիովին։ Տարիներ շարունակ մարդիկ բողոքում էին նրա դեմ, բայց ոչ մի հետաքննություն չէր հասնում նրան, ոչ մի մեղադրանք չէր կպչում նրան։ Նա էր անձեռնմխելի, եւ նա գիտեր դա։ Բայց 1999 թվականներին Հայաստանում սկսեցին փոփոխություններ։ Նոր սերունդը, որը չէր հիշում Խորհրդային Միությունը, չէր հիշում Ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները, սկսեց պահանջել փոփոխություններ։ Նրանք ուզում էին տեսնել երկիր, որտեղ օրենքը գործում է բոլորի համար, ոչ միայն հզորների համար։ Նրանք ուզում էին տեսնել երկիր, որտեղ ազգային հերոսները իրականում ծառայում են ժողովրդին, ոչ թե օգտագործում են իրենց կարգավիճակը անձնական հարստացման համար։ Եվ Մանվել Գրիգորյանը դարձավ խորհրդանիշ այն ամենի, ինչի դեմ էր պայքարում նոր սերունդը։ Նա դարձավ խորհրդանիշ հին համակարգի, որտեղ իշխանությունը եւ հարստությունը կենտրոնացած էին մի քանի մարդկանց ձեռքում, մինչդեռ մնացած բոլորը պարզապես փորձում էին գոյատևել։ 1999 թվականների վերջին Էջմիածնում սկսեցին լսվել ավելի ու ավելի շատ պատմություններ Մանվել Գրիգորյանի մասին։ Պատմություններ այն մասին, թե ինչպես է նա վերահսկում յուրաքանչյուր բիզնես քաղաքում, ինչպես է նա հավաքում հարկեր յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից, ինչպես է նա պատժում նրանց, ովքեր համարձակվում են հակառակել նրան։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ բոլորը գիտեին այս պատմությունները, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել բարձրաձայն։ Վախը դարձել էր այնքան խորը, որ մարդիկ նախընտրում էին լռել, նույնիսկ երբ նրանք տեսնում էին անարդարություն իրենց աչքի առաջ։ Սա էր այն ազատությունը, նվորի համար պայքարել էր Հայաստանը։ Սա էր այն անկախությունը, որի համար զոհվել էին հազարավոր մարդիկ Ղարաբաղյան պատերազմում։ 1999 թվականների վերջին եւ 2003 թվականների սկզբին Մանվել Գրիգորյանը հասավ իր իշխանության գագաթնակետին։ Նա էր գեներալ լեյտենանտ, պաշտպանության նախարարի տեղակալ, падգամավոր
Եվ ամենակարևորը, նա էր անվիճելի տերը Էջմիածնում։ Նրա ազդեցությունը տարածվում էր ոչ միայն իր քաղաքի վրա, այլև ամբողջ Արմավիրի մարզի վրա։ Նա վերահսկում էր բիզնեսը, քաղաքականությունը, նույնիսկ արդարադատությունը իր տարածքում։ Բայց ինչպես էր նա պահպանում այդ իշխանությունը։ Ինչպես էր նա համոզում մարդկանց, որ նրանք պետք է հնազանդվեն նրան։ Պատասխանը կայանում էր նրա համակարգում։ Մանվել Գրիգորյանը ստեղծել էր ամբողջական ցանց մարդկանց, ովքեր կախված էին նրանից։ Ոստիկաններ, ովքեր ստանում էին լրացուցիչ վճարումներ նրանից։ Դատավորներ, ովքեր գիտեին, որ իրենց կարիերան կախված է նրա բարեհաճությունից։ Բիզնեսմեններ, ովքեր կարող էին գործել միայն նրա թույլտվությամբ։ Քաղաքական գործիչներ, ովքեր ստանում էին ֆինանսավորում նրանից իրենց ընտրական արշավների համար։ Սա էր կատարյալ համակարգ, որտեղ յուրաքանչյուրը ուներ իր տեղը, եւ յուրաքանչյուրը գիտեր, որ եթե նա դուրս գա այդ համակարգից, նա կկորցնի ամեն ինչ։ Բայց արդյոք կարող էր այս համակարգը գոյատևել հավերժ։ Արդյոք չկար ոչ ոք, ով համարձակվեր մարտահրավեր նետել Մանվել Գրիգորյանին։ 2003 թվականներին Հայաստանում սկսեցին երևալ նշաններ, որ հին համակարգը սկսում է փլուզվել։ Նոր սերունդը, որը մեծացել էր անկախ Հայաստանում, սկսեց պահանջել փոփոխություններ։ Նրանք ուզում էին տեսնել երկիր, որտեղ հարստությունը չի ստեղծվում կոռուպցիայի միջոցով, որտեղ իշխանությունը չի օգտագործվում անձնական հարստացման համար, որտեղ օրենքը գործում է բոլորի համար հավասարապես։ Բայց Մանվել Գրիգորյանը չէր տեսնում այդ փոփոխությունները, կամ նա չէր ուզում տեսնել դրանք։ Նա շարունակում էր ապրել այնպես, ինչպես ապրել էր տասնամյակներ շարունակ, որպես անվիճելի տեր իր տարածքում։ Բայց աշխարհը փոխվում էր նրա շուրջը, Եվ շուտով այդ փոփոխությունները կհասնեին նաև նրան։ 2010 թվականներին Հայաստանում սկսվեց նոր շարժում։ Մարդիկ սկսեցին դուրս գալ փողոցներ, պահանջել փոփոխություններ, պահանջել արդարություն։ Նրանք ուզում էին տեսնել երկիր, որտեղ հին համակարգը, որտեղ իշխանությունը եւ հարստությունը կենտրոնացած էին մի քանի մարդկանց ձեռքում, վերջապես կփլուզվի։ Եվ Մանվել Գրիգորյանը դարձավ մեկը այն խորհրդանիշներից, որոնց դեմ էր պայքարում այդ շարժումը։ Նա դարձավ խորհրդանիշ հին համակարգի, որտեղ ազգային հերոսները վերածվում էին ֆեոդալների, որտեղ պատերազմը դառնում էր բիզնես, որտեղ վախը դառնում էր իշխանության գործիք։ Բայց արդյոք կարող էր այս համակարգը դարքը դիմակայել նոր սերնդի ճնշմանը։ Արդյոք կարող էր Մանվել Գրիգորյանը պահպանել իր իշխանությունը, երբ ամբողջ երկիրը պահանջում էր փոփոխություններ։ 2018 թվականի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց։ Սա էր պահը, երբ ամբողջ Հայաստանը հասկացավ, որ հին համակարգը իսկապես փլուզվում է։ Մարդը, ով 30 տարի շարունակ եղել էր անձեռնմխելի, Ով վերահսկել էր ամբողջ շրջանը, ով ստեղծել էր իր սեփական թագավորությունը, այժմ կանգնած էր մեղադրանքների դիմաց։ Նրան մեղադրում էին զենքի ապօրինի պահման, պետական գույքի յուրացման, հարկերից խուսափելու եւ այլ հանցագործությունների մեջ։ Բայց ամենակարևորը այն էր, որ նրան մեղադրում էին համակարգի ստեղծման մեջ, որտեղ նա օգտագործել էր իր դիրքը անձնական հարստացման համար։ Սա էր պահը, երբ ամբողջ Էջմիածինը շունչը պահեց։ Ինչ կլիներ հիմա։ Արդյոք Մանվել Գրիգորյանը կարող էր դեռ փրկվել, թե սա էր վերջը նրա իշխանության։ Երբ հատուկ ստորաբաժանումը մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատուն, նրանք գտան ավելին, քան ակնկալում էին։ Հարյուրավոր զենք, հազարավոր տուփ սննդամթերք, որոնք գողացվել էին ռազմական պահեստներից, հազարավոր դոլարի արժողությամբ հնաոճ իրեր, մեքենաներ, նույնիսկ ամբողջական զինանոց, որը կարող էր զինել ամբողջ բատալիոն։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ գտան ստորգետնյա մասում՝ փաստաթղթեր, ձայնագրություններ, լուսանկարներ, որոնք պատմում էին ամբողջ պատմությունը։ Պատմություն այն մասին, թե ինչպես էր կառուցվել համակարգը, ով էր ներգրավված այդ համակարգում, ինչպես էին բաժանվում շահույթները, ինչպես էին պատժվում նրանք, ովքեր համարձակվում էին հակառակել։ Սա էր ապացույց, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Բայց արդյոք այս ապացույցները կարող էին հասնել դատարան։ Արդյոք դրանք կարող էին օգտագործվել Մանվել Գրիգորյանի դեմ։ 2018-ից 2020 թվականներին Մանվել Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ։ Նա, ով 30 տարի շարունակ ապրել էր որպես անվիճելի տեր, այժմ նստում էր բանտում, սպասելով դատաքննության։ Բայց նույնիսկ բանտում նա չէր կորցրել իր ազդեցությունը։ Ըստ աղբյուրների նա շարունակում էր վերահսկել իր մարդկանց դրսում, շարունակում էր տալ հրահանգներ, շարունակում էր պահպանել իր համակարգը։ Բայց ժամանակը աշխատում էր նրա դեմ։ Նրա առողջությունը սկսեց վատանալ։ Մարդը, ով երբեմն եղել էր ուժեղ եւ անվախ, այժմ դառնում էր թույլ եւ հիվանդ։ Բայց արդյոք սա էր արդարություն։ Արդյոք նա վերջապես կստանար պատիժ իր արարքների համար, թե նա կմահանար նախքան դատաքննության ավարտը, եւ ճշմարտությունը երբեք չէր բացահայտվի լիովին։
1998-ից 2018 թվականներին Մանվել Գրիգորյանը եղել է նաև Երկրապահ կամավորականների միության նախագահը։ Սա էր կազմակերպություն, որը պաշտոնապես զբաղվում էր Ղարաբաղյան պատերազմի վետերանների աջակցությամբ։ Բայց ըստ մեղադրանքների, այս կազմակերպությունը նույնպես օգտագործվում էր որպես ծածկոց Մանվել Գրիգորյանի գործունեության համար։ Գումարներ, որոնք հատկացվում էին վետերանների աջակցության համար, վերջում հայտնվում էին Մանվելի գրպանում։ Սա էր վերջնական ծաղրանքը՝ օգտագործել վետերանների անունը անձնական հարստացման համար։ Բայց արդյոք սա էր ճշմարտությունը։ Արդյոք Մանվել Գրիգորյանը իսկապես օգտագործել էր վետերանների գումարները։ Թե սրանք էին նոր մեղադրանքներ, որոնք ավելացվում էին հին մեղադրանքներին։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Նա գտնվում էր Լեռնային Ղարաբաղում, երբ սկսվեցին նոր ռազմական գործողություններ։ Նրան տեղափոխեցին Հայաստան, բայց նրա վիճակը շարունակում էր վատանալ։ Մարդը, ով երբեմն եղել էր ուժեղ գեներալ, այժմ պառկած էր հիվանդանոցային մահճակալում, պայքարելով կյանքի համար։ 1998-ից 2020 թվականներին 35 օր անց, հոկտեմբերի 15 թվականին, Մանվել Սեկտորի Գրիգորյանը մահացավ Երևանում։ Նա էր 64 տարեկան։ Մարդը, ով 30 տարի շարունակ եղել էր անվիճելի Տեր Էջմիածնում, ով ստեղծել էր իր սեփական թագավորությունը, ով վերածել էր ազգային հերոսությունը բիզնեսի, այժմ մեռել էր առանց երբևէ պատասխանելու բոլոր մեղադրանքներին։ Բայց արդյոք նրա մահը նշանակում էր նաև նրա համակարգի վերջը։ Արդյոք Էջմիածինը վերջապես կազատվեր նրա ստվերից։ Թե նրա ազդեցությունը կշարունակվեր նույնիսկ նրա մահից հետո։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Մանվել Գրիգորյանի անձնական պահապանության նախկին սպան, ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ անվտանգության ներքին շրջանակից խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք ռեժիմի վերջին օրերի մասին։ Նրանք պատմում են, թե ինչպես էր Մանվելը յուրաքանչյուր առավոտ ստուգում իր մարդկանց հավատարմությունը, ինչպես էր նա պահում գաղտնի ցուցակ նրանց անուններով, ում նա չէր վստահում, ինչպես էր նա պլանավորում իր փախուստը, եթե ամեն ինչ փլուզվեր։ Բայց ամենաշոկայինը այն է, ինչ նրանք պատմում են վերջին շաբաթների մասին, երբ Մանվելը հասկացավ, որ նույնիսկ նրա ամենամոտ մարդիկ սկսում են կասկածել նրա մեջ։ Ով էր այն մարդը, ով առաջինը մտածեց դավաճանության մասին։ Ինչու նա որոշեց, որ ժամանակն է փոխել կողմը։ Եվ ամենակարևորը, արդյոք Մանվելը գիտեր դրա մասին նախքան շատ ուշ էր։ 2003 թվականներին, երբ Մանվել Գրիգորյանը հասավ իր իշխանության գագաթնակետին, նրա առօրյան էր ավելին, քան պարզապես գեներալի կամ պատգամավորի աշխատանք։ Յուրաքանչյուր առավոտ նա արթնանում էր իր առանձնատանը Էջմիածնում, տանը, որը ավելի նման էր ամրոցի, քան բնակելի շենքի։ Բարձր պատեր, անվտանգության տասնյակ տեսախցիկներ, պահապաններ յուրաքանչյուր անկյունում։ Ըստ նրանց, ովքեր աշխատել են այնտեղ, Մանվելը երբեք չէր վստահում մեկին լիովին։ Նույնիսկ իր ամենամոտ մարդիկը գիտեին, որ նա միշտ դիտում է, միշտ ստուգում է, միշտ փորձարկում է նրանց հավատարմությունը։ Յուրաքանչյուր առավոտ նա անցկացնում էր առնվազն 1 ժամ իր անձնական գրասենյակում, ուսումնասիրելով զեկույցներ իր մարդկանցից, ովքեր հետևում էին ամեն ինչին, ինչ կատարվում էր Էջմիածնում։ Ով ում հետ է խոսել, ով որտեղ է գնացել, ով ինչ է գնել։ Ամեն ինչ գրանցվում էր, ամեն ինչ վերլուծվում էր։ Սա էր նրա ուժը։ Նա գիտեր ամեն ինչ բոլորի մասին, բայց ոչ ոք չգիտեր ամեն ինչ նրա մասին։ Բայց ինչպես էր նա ծախսում իր գումարները։ Ինչպիսին էր նրա կյանքի ոճը, երբ սովորական մարդիկ Էջմիածնում դժվարանում էին վճարել իրենց հաշիվները։ Երբ Մանվել Գրիգորյանը գնում էր նոր հնաոճ մեքենա իր հավաքածուի համար, արժեքով $50,000, միջին ընտանիքը Էջմիածնում ապրում էր $200 ամսական։ Երբ նա պատվիրում էր հարյուրավոր տուփ ներկրված սննդամթերք իր պահեստների համար, սովորական մայրերը հերթում էին հացի համար տեղական խանութներում։ Երբ նա վերանորոգում էր իր առանձնատունը, ծախսելով հարյուրավոր հազարավոր դոլարներ մարմարե հատակների եւ ոսկե ծորակների վրա, սովորական ընտանիքները ապրում էին տներում, որտեղ ձմռանը չկար ջեռուցում։ Սա էր կոնտրաստը, որը տեսնում էին բոլորը, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել բարձրաձայն։ Վախը դարձել էր այնքան խորը, որ մարդիկ նախընտրում էին լռել, նույնիսկ երբ նրանք տեսնում էին, թե ինչպես է նրանց հարկերի գումարը վերածվում Մանվելի անձնական հարստության։ Ըստ նախկին պահապանների վկայությունների, Մանվել Գրիգորյանը ուներ հատուկ սովորություն. յուրաքանչյուր երեկո նախքան քնելը նա իջնում էր իր առանձնատան ստորգետնյա մասը եւ ստուգում էր իր արխիվը։
Այնտեղ հատուկ պահարաններում պահվում էին փաստաթղթեր, որոնք կարող էին փոխել ամեն ինչ։ Ձայնագրություններ զրույցների, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում էին իրենց գործարքների մասին։ Լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ով ում հետ է հանդիպել գաղտնի։ Ֆինանսական փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, թե ինչպես էին բաժանվում շահույթները համակարգում։ Սա էր նրա ապահովագրությունը։ Եթե ինչ-որ մեկը փորձեր դավաճանել նրան, նա ուներ ապացույցներ, որոնք կարող էին ոչնչացնել այդ մարդուն։ Բայց արդյոք այս ապացույցները կարող էին նաև ոչնչացնել նրան ինքը, եթե դրանք ընկնեին սխալ ձեռքերում։ Արդյոք նա երբևէ մտածել էր այդ մասին, երբ հավաքում էր այդ արխիվը։ 2010 թվականներին Էջմիածնում սկսեցին տարածվել նոր պատմություններ Մանվել Գրիգորյանի մասին։ Պատմություններ, որոնք ավելի նման էին լեգենդների, քան իրականության։ Մարդիկ պատմում էին, որ Մանվելը ունի գաղտնի թունելներ իր առանձնատան տակ, որոնք տանում են դեպի տարբեր կետեր Էջմիածնում։ Որ նա ունի հատուկ սենյակ, որտեղ պահում է ոսկի եւ արտարժույթ, բավական որպեսզի ապրի մի քանի տարի, եթե ստիպված լինի փախչել։ Որ նա ունի կապեր արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ, որոնք կարող են օգնել նրան անհետանալ, եթե անհրաժեշտ լինի։ Սրանք լեգենդներ էին, թե իրականություն։ Երբ 2018 թվականին հատուկ ստորաբաժանումը մտավ նրա առանձնատուն, նրանք գտան, որ շատ այդ լեգենդներից իրականում ճշմարիտ էին։ Թունելները գոյություն ունեին, ոսկին եւ արտարժույթը կային, կապերը հաստատված էին։ Մանվել Գրիգորյանը իսկապես պատրաստվել էր ամենավատ սցենարին, բայց արդյոք այդ պատրաստությունը բավական էր, երբ ամբողջ համակարգը սկսեց փլուզվել նրա շուրջը։ Բայց ով էր այն մարդը, ով առաջինը մտածեց դավաճանության մասին։ Ըստ աղբյուրների, որոնք մոտ էին իրադարձություններին, Մանվել Գրիգորյանի ներքին շրջանակում կար մեկը, ով տարիներ շարունակ եղել էր նրա ամենահավատարիմ մարդը։ Այս մարդը գիտեր ամեն ինչ, բոլոր գաղտնիքները, բոլոր գործարքները, Բոլոր թույլ կողմերը։ Նա էր մարդը, ում Մանվելը վստահում էր ավելի, քան ուրիշներին։ Բայց 2018 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին փոփոխություններ, երբ հին համակարգը սկսեց փլուզվել, այս մարդը սկսեց մտածել իր ապագայի մասին։ Նա տեսավ, որ Մանվել Գրիգորյանի իշխանությունը այլևս անսասան չէ։ Նա տեսավ, որ նոր իշխանությունները պատրաստվում են հարձակվել հին համակարգի խորհրդանիշների վրա։ Եվ նա որոշեց, որ ժամանակն է փոխել կողմը։ Բայց ինչպես նա պլանավորեց այդ դավաճանությունը։ Ինչպես նա կարողացավ թաքցնել իր մտադրությունները Մանվելից, ով միշտ դիտում էր բոլորին։ Եվ ամենակարևորը, ինչ խոստացավ նրան նոր իշխանությունները, որpիսի նա համաձայնվի դավաճանել մարդուն, ում նա ծառայել էր տարիներ շարունակ։ 2018 թվականի գարնանը, ընդամենը մի քանի ամիս առաջ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից, Էջմիածնում սկսեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Մանվելի համար, սկսեցին լքել իրենց պաշտոնները։ Բիզնեսմեններ, ովքեր վճարել էին հարկեր նրան, սկսեցին հրաժարվել։ Նույնիսկ ոստիկանները, ովքեր ստանում էին լրացուցիչ վճարումներ նրանից, սկսեցին հեռանալ։ Սա էր նշան, որ ինչ-որ բան փոխվում էր։ Բայց Մանվել Գրիգորյանը չէր տեսնում այդ նշանները, կամ նա չէր ուզում տեսնել դրանք։ Նա շարունակում էր ապրել այնպես, ինչպես ապրել էր տասնամյակներ շարունակ, որպես անվիճելի տեր։ Բայց նրա շուրջը ցանցը սկսում էր սերտանալ, եւ շուտով նա կհայտնվեր որոքայթում, որից նա չէր կարող փախչել։ Ըստ նախկին պահապանների, Մանվել Գրիգորյանի վերջին շաբաթները ազատության մեջ եղան լի անհանգստությամբ եւ կասկածով։ Նա սկսեց տեսնել դավաճանություն ամենուրեք։ Նա սկսեց կասկածել նույնիսկ իր ամենամոտ մարդկանց մեջ։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր հեռախոսազանգ դառնում էր պատճառ նոր կասկածների համար։ Նա սկսեց փոխել իր պահապանները ավելի հաճախ, սկսեց ստուգել իր սնունդը թունավորման համար, սկսեց խուսափել հանրային տեղերից։ Սա էր մարդ, ով ապրում էր մշտական վախի մեջ, թեև նա երբեք չէր ընդունի դա։ Բայց արդյոք այդ վախը արդարացված էր։ Արդյոք իսկապես կար ինչ-որ մեկը, ով պլանավորում էր նրա դեմ։ Թե սա էր պարզապես պարանոյա, որը սկսում էր տիրել նրա միտքին։ 2018 թվականի հունիսի 16-ին, երբ հատուկ ստորաբաժանումը եկավ ձերբակալելու Մանվել Գրիգորյանին, նա չէր դիմադրում։ Ըստ ականատեսների, նա պարզապես նստած էր իր գրասենյակում, սպասելով։ Կարծես նա գիտեր, որ այս պահը կգա։ Կարծես նա պատրաստվել էր դրան։ Բայց երբ նրանք սկսեցին խուզարկել նրա առանձնատունը, երբ նրանք սկսեցին բացել նրա պահարանները, երբ նրանք սկսեցին գտնել զենքը, սնունդը, փաստաթղթերը, Մանվել Գրիգորյանի դեմքը փոխվեց։ Առաջին անգամ տարիներ շարունակ մարդիկ տեսան վախ նրա աչքերում։
Ոչ թե վախ ձերբակալությունից, այլ վախ այն բանից, որ նրա բոլոր գաղտնիքները այժմ կբացահայտվեն։ Վախ այն բանից, որ ամեն ինչ, ինչ նա կառուցել էր տասնամյակներ շարունակ, այժմ կփլուզվի նրա աչքի առաջ։ Արդյոք այդ պահին նա հիշեց բոլոր այն մարդկանց, ում նա վնասել էր իր ճանապարհին դեպի իշխանություն։ Արդյոք նա զղջաց իր արարքների համար։ Թե նա դեռ հավատում էր, որ նա արել է ճիշտ բանը։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մանվել Գրիգորյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր գաղտնի թումել էջմիածնի տակ։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեք պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2018 թվականի հունիսի 22-ին այս մարդիկը կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Երբ Մանվել Գրիգորյանը հայտնվեց կալանավայրում, նրա առաջին գործողությունը եղավ փորձել կապ հաստատել իր մարդկանց հետ դրսում։ Նա գիտեր, որ եթե նա կարողանա պահպանել իր ցանցը, եթե նա կարողանա շարունակել վերահսկել իր մարդկանց, նա դեռ ունի հնարավորություն փրկվելու։ Բայց շատ արագ նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր։ Մարդիկ, ովքեր միշտ պատասխանել էին նրա զանգերին, այժմ չէին պատասխանում։ Մարդիկ, ովքեր միշտ եկել էին նրա օգնությանը, այժմ չէին գալիս։ Նույնիսկ նրա իրավաբանները, ում նա վճարել էր հարյուրավոր հազարավոր դոլարներ տարիների ընթացքում, սկսեցին գտնել պատճառներ, որպեսզի չներկայանան դատարան։ Սա էր պահը, երբ Մանվել Գրիգորյանը հասկացավ, որ նա մենակ է։ Որ բոլոր այն մարդիկը, ում նա կարծում էր, որ հավատարիմ են իրեն, իրականում հավատարիմ էին միայն նրա իշխանությանը և նրա գումարներին։ Եվ երբ այդ իշխանությունը և գումարները անհետացան, անհետացավ նաև նրանց հավատարմությունը։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ սկսեց տեղի ունենալ Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ լռել էին, սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին պատմել պատմություններ այն մասին, թե ինչպես էր Մանվելը վերաբերվել նրանց, ինչպես էր նա խլել նրանց հողերը, ինչպես էր նա ստիպել նրանց վճարել հարկեր, ինչպես էր նա պատժել նրանց, ովքեր համարձակվել էին հակառակել։ Սրանք էին պատմություններ, որոնք բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր համարձակվում պատմել բարձրաձայն։ Բայց այժմ, երբ Մանվելը կալանքի տակ էր, երբ նրա իշխանությունը փլուզվել էր, մարդիկ վերջապես զգացին, որ նրանք կարող են խոսել առանց վախենալու հետևանքներից։ Եվ այն, ինչ նրանք պատմեցին, եղավ ավելի շոկային, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Օստ բժիշկների, ովքեր բուժել են Մանվել Գրիգորյանին տարիների ընթացքում, նա տառապել է լուրջ առողջական խնդիրներից, որոնք նա ծածկել է հանրությունից։ Արդեն 2003 թվականների սկզբից նա ունեցել է սրտի խնդիրներ, բարձր ճնշում, շաքարային դիաբետ։ Բայց նա երբեք չէր ուզել, որ ինչ-որ մեկը իմանա դրա մասին։ Նա վախենում էր, որ եթե մարդիկ իմանան, որ նա հիվանդ է, դրանք կսկսեն կասկածել նրա ուժի մեջ։ Այդ պատճառով նա պահանջում էր, որ նրա անձնական բժիշկները պահեն լիակատար գաղտնիություն։ Նրանք չէին կարող խոսել ոչ ոքի հետ նրա առողջության մասին։ Նրանք չէին կարող գրել պաշտոնական ախտորոշումներ։ Ամեն ինչ պետք է մնար գաղտնի։ Բայց երբ Մանվել Գրիգորյանը հայտնվեց կալանավայրում, երբ նրա առողջությունը սկսեց արագ վատանալ, այդ գաղտնիքները սկսեցին բացահայտվել։ Եվ այն, ինչ բժիշկները պատմեցին, բացատրեց շատ բան։ Անվտանգության արխիվներում պահպանվում է ցուցակ դեղամիջոցների, որոնք պատվիրվել են Մանվել Գրիգորյանի համար տարիների ընթացքում։ Այս ցուցակը բացահայտում է հիվանդություն, որը նա թաքցրել է հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Սրտի դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են լուրջ արիթմիայի բուժման համար։ Ինսուլին, շաքարային դիաբետի համար։ Դեղամիջոցներ, բարձր ճնշման համար։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ ցուցակում կային նաև դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են հոգեկան խանգարումների բուժման համար։ Անտիդեպրեսանտներ, հանգստացնող դեղամիջոցներ, նույնիսկ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են պարանոյայի բուժման համար։ Սա նշանակում էր, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն ֆիզիկապես հիվանդ էր, այլև տառապում էր հոգեկան խնդիրներից։ Արդյոք այս հոգեկան խնդիրները բացատրում էին նրա պարանոյան, նրա անվստահությունը, նրա անընդհատ կասկածները։ Արդյոք դրանք բացատրում էին նրա վարքագիծը վերջին տարիներին, երբ նա դարձել էր ավելի և ավելի մեկուսացած, ավելի և ավելի կասկածամիտ։ Այս փաստաթղթում կար նաև ցուցակ բժիշկների, ովքեր բուժել են Մանվել Գրիգորյանին։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ շատ այդ բժիշկներից չէին հայաստանյան բժիշկներ։ Նրանք եկել էին Ռուսաստանից, Իսրայելից, նույնիսկ Եվրոպայից։ Նրանք ժամանում էին գաղտնի, բուժում էին Մանվելին և հեռանում էին առանց որևէ պաշտոնական գրառման։ Ինչու այսքան գաղտնիություն։
Ինչու Մանվել Գրիգորյանը չէր վստահում հայաստանյան բժիշկներին։ Արդյոք նա վախենում էր, որ նրանք կխոսեն, թե նա վախենում էր, որ նրանք կփորձեն նրան վնասել։ Ըստ մի նախկին բժշկի, ով բուժել է Մանվելին, նա միշտ պահանջում էր, որ բոլոր դեղամիջոցները փորձարկվեն նախքան նա դրանք ընդունելը։ Նա վախենում էր թունավորումից։ Նա վախենում էր, որ ինչ-որ մեկը կփորձի սպանել նրան։ Սա էր մարդ, ով ապրում էր մշտական վախի մեջ, թեև նա ինքը էր այն մարդը, ում բոլորը վախենում էին։ Բայց ամենամեծ գաղտնիքը, որը բացահայտվեց բժշկական փաստաթղթերում, այն էր, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը սկսել էր լուրջորեն վատանալ արդեն 2015 թվականից։ Սա նշանակում էր, որ 3 տարի առաջ իր ձերբակալությունից նա արդեն գիտեր, որ նրա ժամանակը սահմանափակ է։ Արդյոք այդ պատճառով նա սկսեց ավելի ագրեսիվ դառնալ իր գործերում։ Արդյոք այդ պատճառով նա սկսեց հավաքել ավելի շատ զենք, ավելի շատ սնունդ, ավելի շատ գումար։ Արդյոք նա պատրաստվում էր վերջին մարտին, գիտենալով, որ նրա կյանքը մոտենում է իր ավարտին։ Ըստ նրա մոտ կանգնած մարդկանց, Մանվելը երբեք չխոսեց իր մահվան մասին, երբեք չցույց տվեց վախ։ Բայց նրանք տեսնում էին, թե ինչպես էր նա փոխվում, ավելի նյարդային, ավելի կասկածամիտ, ավելի պատրաստ օգտագործել բռնություն։ Սա էր մարդ, ով գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է, եւ նա ուզում էր համոզվել, որ նա կթողնի իր հետքը։ Երբ 2018 թվականի հունիսին Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց, նրա բժիշկները նախազգուշացրին, որ նրա առողջական վիճակը չի թույլատրում նրան մնալ կալանավայրում։ Բայց դատարանը որոշեց, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև դատաքննությունը։ Սա էր պահը, երբ Մանվել Գրիգորյանի առողջությունը սկսեց արագ վատանալ։ Կալանավայրի պայմանները, սթրեսը, անընդհատ հարցաքննությունները, այս ամենը սկսեց ազդել նրա վրա։ Բայց նույնիսկ այնտեղ նա փորձում էր պահպանել իր վերահսկողությունը։ Նա շարունակում էր տալ հրահանգներ իր իրավաբաններին, շարունակում էր փորձել կապ հաստատել իր մարդկանց հետ դրսում, շարունակում էր պլանավորել իր պաշտպանությունը։ Բայց նրա մարմինը այլևս չէր կարող դիմանալ այդ ճնշմանը։ Եվ 2020 թվականի հոկտեմբերին, երբ նրա վիճակը կտրուկ վատացավ, բոլորը հասկացան, որ Մանվել Գրիգորյանի պատմությունը մոտենում է իր ավարտին։ Մտածեք վերջին մարդու մասին, ում դուք լիովին վստահում եք։ Այժմ պատկերացրեք, որ այդ մարդը ձեզ դավաճանում է ձեր ամենամութ օրը։ Հենց այսպես պատահեց Մանվել Գրիգորյանի հետ։ Մի մարդ նրա ներքին շրջանակից նրան մատնեց բանակին։ Անվտանգության նախկին կադրերը գիտեն այս պատմությունը։ Նրանք պահել են լռությունը 35 տարի։ Այսօր, առաջին անգամ, նրանք կպատմեն ճշմարտությունը ժամանակակից Հայաստանի պատմության ամենամեծ դավաճանության մասին։ 2018 թվականի գարնանը, մի քանի ամիս առաջ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից, նրա ամենամոտ խորհրդականներից մեկը սկսեց գաղտնի հանդիպումներ ունենալ նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մարդը, որի անունը դեռևս պաշտպանված է գաղտնիության կնիքով, գիտեր ամեն ինչ Մանվել Գրիգորյանի գործունեության մասին։ Նա գիտեր, թե որտեղ են պահվում զենքերը, որտեղ են թաքնված փաստաթղթերը, ով է ներգրավված համակարգում, ինչպես են բաժանվում շահույթները։ Նա էր կատարյալ վկան, եւ նոր իշխանությունները գիտեին դա։ Նրանք առաջարկեցին նրան գործարք։ Եթե նա համագործակցի, եթե նա տա ամբողջ տեղեկատվությունը, նրան կտրվի անձեռնմխելիություն եւ նոր կյանք։ Եվ այս մարդը, ով տարիներ շարունակ եղել էր Մանվել Գրիգորյանի հավատարիմ ծառան, որոշեց ընդունել այդ առաջարկը։ Բայց ինչու։ Ինչու մարդ, ով ամեն ինչ ուներ, իշխանություն, գումար, պաշտպանություն, որոշեց դավաճանել իր տերին։ Ըստ նրանց, ովքեր ծանոթ են իրավիճակին, պատասխանը պարզ է՝ վախ։ Այս մարդը տեսավ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նա տեսավ, թե ինչպես են ձերբակալվում հին համակարգի այլ ներկայացուցիչներ։ Նա տեսավ, թե ինչպես են նրանց ակտիվները սառեցվում, ինչպես են նրանց ընտանիքները հետապնդվում։ Եվ նա հասկացավ, որ եթե նա չգործի հիմա, նա կլինի հաջորդը։ Այդ պատճառով նա որոշեց փրկել ինքն իրեն, նույնիսկ եթե դա նշանակում էր դավաճանել մարդուն, ով վստահել էր նրան ավելի քան ուրիշներին։ Սա էր վախի ուժը։ Նույն վախը, որը Մանվել Գրիգորյանը օգտագործել էր տարիներ շարունակ իր իշխանությունը պահպանելու համար, այժմ դարձավ նրա դեմ։ Երբ Մանվել Գրիգորյանը իմացավ դավաճանության մասին, արդեն շատ ուշ էր։ Ըստ նախկին պահապանների, նա ստացավ տեղեկատվություն, որ նրա մեկը նրա մարդկանցից համագործակցում է իշխանությունների հետ, ընդամենը մի քանի օր առաջ իր ձերբակալությունից։ Նրա առաջին ռեակցիան եղավ անհավատություն։ Նա չէր կարող հավատալ, որ ինչ-որ մեկը, ում նա այդքան վստահել էր, կարող է նրան դավաճանել։ Բայց երբ նա սկսեց ստուգել, երբ նա սկսեց հարցնել, նա հասկացավ, որ դա ճշմարտություն է։ Եվ այդ պահին, ըստ նրանց, ովքեր տեսել են նրան, Մանվել Գրիգորյանը առաջին անգամ ցույց տվեց իրական վախ։ Ոչ թե վախ ձերբակալությունից, այլ վախ այն բանից,
որ նա կորցրել է վերահսկողությունը։ Վախ այն բանից, որ նրա սեփական համակարգը, որը նա կառուցել էր տասնամյակներ շարունակ, այժմ դարձել էր նրա դեմ։ Մանվել Գրիգորյանը փորձեց գտնել դավաճանին։ Նա փորձեց ողջել, թե ով է այդ մարդը, որպեսզի կարողանա դադարեցնել նրան։ Բայց ժամանակը սպառվում էր։ Նոր իշխանությունները արդեն ունեին ամբողջ տեղեկատվությունը։ Նրանք արդեն գիտեին, թե որտեղ են պահվում զենքերը, որտեղ են թաքնված փաստաթղթերը, ով է ներգրավված համակարգում։ Եվ երբ նրանք եկան ձերբակալելու Մանվել Գրիգորյանին, նրանք գիտեին ճիշտ, թե որտեղ փնտրել։ Նրանք գիտեին, թե որ դռները բացել, որ պահարանները բացել, որ փաստաթղթերը վերցնել։ Սա էր կատարյալ օպերացիա, որը հնարավոր էր միայն ներսից օգնության շնորհիվ։ Եվ Մանվել Գրիգորյանը գիտեր դա։ Նա գիտեր, որ նրան դավաճանել է ինչ-որ մեկը, ում նա վստահել էր, եւ այդ գիտելիքը եղավ ավելի ցավոտ, քան ինքը ձերբակալությունը։ Բայց ով էր այդ դավաճանը։ Ինչու նրա անունը դեռևս պաշտպանված է։ Ըստ աղբյուրների, նոր իշխանությունները պահպանում են նրա ինքնությունը գաղտնի, քանի որ նա դեռևս տալիս է տեղեկատվություն այլ գործերի մասին։ Նա դարձել է հիմնական վկան ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև այլ հին համակարգի ներկայացուցիչների դեմ։ Նա տալիս է անուններ, ամսաթվեր, վայրեր, գումարներ։ Նա բացահայտում է ամբողջ ցանցը, որը գործել է տասնամյակներ շարունակ։ Եվ դրա դիմաց նա ստանում է պաշտպանություն եւ նոր կյանք։ Բայց արդյոք նա կարող է իսկապես ապրել հանգիստ, գիտենալով թե ինչ է արել։ Արդյոք նա կարող է մոռանալ, որ նա դավաճանել է մարդուն, ով վստահել էր նրան ավելի քան ուրիշներին։ Արդյոք նա երբևէ կզգա անվտանգ, գիտենալով, որ Մանվել Գրիգորյանի այլ հավատարիմ մարդիկ դեռևս դրսում են եւ փնտրում են նրան։ 2018-ից 2020 թվականներին, երբ Մանվել Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, նա շարունակում էր փորձել պարզել դավաճանի ինքնությունը։ Նա ուղարկում էր հաղորդագրություններ իր մարդկանց դրսում, պահանջում էր, որ նրանք գտնեն այդ մարդուն։ Բայց նրա մարդիկը չէին կարող գտնել նրան։ Դավաճանը լավ էր պաշտպանված նոր իշխանությունների կողմից։ Նա ապրում էր նոր տեղում, նոր անունով, նոր կյանքով։ Եվ Մանվել Գրիգորյանը, ով երբեմն վերահսկել էր ամեն ինչ, այժմ չէր կարող վերահսկել նույնիսկ այս մեկ բանը։ Սա էր վերջնական ծաղրանքը։ Մարդը, ով կառուցել էր իր իշխանությունը վախի եւ հավատարմության վրա, այժմ դավաճանված էր եւ անկարող գտնել դավաճանին։ Արդյոք այս էր արդարությունը։ Արդյոք այս էր այն, ինչն արժանի էր իր բոլոր արարքների համար։ Մանվել Գրիգորյանի պալատի տակ գոյություն ունեին թունելներ եւ ապաստարաններ, որոնք նույնիսկ պաշտոնական ճարտարապետները չգիտեն մինչ օրս։ Ով էր գաղտնի կերպով կառուցել դրանք։ Ուր էին տանում այդ թունելները։ Եվ ինչու վերջին օրերին Նազիկ Ամիրյանը յուրաքանչյուր գիշեր անձամբ ստուգում էր այդ փախուստի ուղիները։ Անձնական պահապանությունը պահպանել է այս գաղտնիքները ավելի քան 3 տասնամյակ, բայց այսօր նրանք խոսում են առաջին անգամ։ Նրանք պատմում են, թե ինչպես էր Մանվելը յուրաքանչյուր գիշեր, երբ բոլորը քնած էին, իջնում ստորգետնյա լաբիրինթոսներ եւ ստուգում փախուստի երթուղիները, մեկը դեպի Էջմիածնի հին եկեղեցու ստորգետնյա մասը, մյուսը դեպի Գյուղամերձ անտառը, երրորդը դեպի Գաղտնի ավտոկայանատուն, որտեղ միշտ պատրաստ էին 3 մեքենա, լի վառելիքով եւ արտարժույթով։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այդ թունելների պատերին փորագրված էին կոդեր եւ նշաններ, որոնք հասկանալի էին միայն նրան եւ նրա ամենամոտ շրջապատին։ Ինչ էին նշանակում այդ խորհրդավոր նշանները։ Արդյոք դրանք էին հրահանգներ վերջին փախուստի համար, թե դրանք էին ուղեցույց դեպի ինչ-որ ավելի մեծ գաղտնիք, որը դեռևս չի բացահայտվել։ 2018 թվականի ամռանը, երբ Մանվել Գրիգորյանը արդեն գտնվում էր կալանավայրում, հետաքննողները սկսեցին ուսումնասիրել այդ թունելները։ Այն, ինչ նրանք գտան, գերազանցեց նույնիսկ նրանց ամենավատ ակնկալիքները։ Թունելները ոչ միայն տանում էին դեպի տարբեր ելքեր, այլև կապում էին մի քանի գաղտնի պահեստներ, որտեղ պահվում էին զենք, սնունդ, դեղորայք, արտարժույթ եւ փաստաթղթեր։ Սրանք չէին պարզապես փախուստի ուղիներ, սրանք էին ամբողջական համակարգ, որը նախատեսված էր երկարատև պաշարման համար։ Մանվել Գրիգորյանը կառուցել էր իր սեփական ստորգետնյա թագավորությունը, որտեղ նա կարող էր ապրել ամիսներ շարունակ, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ այդ թունելներից մեկը տանում էր դեպի վայր, որը պաշտոնապես չէր գոյություն ունենում որևէ քարտեզի վրա, հին խորհրդային ժամանակների ստորգետնյա հաղորդակցության կենտրոն, որը կառուցվել էր 1960-րդ թվականներին եւ պաշտոնապես փակվել էր 1990-րդ թվականներին։ Բայց Մանվելը գտել էր այդ վայրը եւ վերականգնել էր այն իր անձնական օգտագործման համար։ Ըստ նախկին շինարարների, ովքեր աշխատել են այդ թունելների վրա, Մանվել Գրիգորյանը անձամբ վերահսկել է յուրաքանչյուր փուլը։ Նա պահանջել է, որ յուրաքանչյուր բանվոր ստորագրի գաղտնիության պայմանագիր, որտեղ նշված էր, որ եթե նա խոսի ինչ-որ մեկի հետ այս աշխատանքի մասին, նա եւ նրա ընտանիքը կդիմագրավեն լուրջ հետևանքների։
Շատ այդ բանվորներից հետո անհետացել են։ Ոմանք տեղափոխվել են այլ քաղաքներ, ոմանք էմիգրացիա են գնացել, ոմանք պարզապես անհետացել են, առանցվոցել են առանց որևէ հետքի։ Սա էր Մանվելի ոճը։ Նա երբեք չէր թողնում վկաներ, ովքեր կարող էին վտանգել նրա գաղտնիքները։ Բայց մի քանի բանվորներ, ովքեր հաջողվել է գտնել հետաքննողներին, պատմեցին շոկային մանրամասներ։ Նրանք պատմեցին, թե ինչպես էր Մանվելը պահանջում, որ թունելների որոշ հատվածներ լինեն այնքան նեղ, որ միայն մեկ մարդ կարող է անցնել միաժամանակ, որպեսզի հնարավոր լինի դրանք հեշտությամբ պաշտպանել հարձակումից։ Ինչպես էր նա պահանջում, որ յուրաքանչյուր ելքի մոտ տեղադրվեն հատուկ դռներ, որոնք կարող են փակվել եւ կողպվել ներսից։ Ինչպես էր նա պահանջում, որ թունելներում տեղադրվեն հատուկ օդափոխման համակարգեր, որոնք կարող են աշխատել ինքնավար, առանց արտաքին էլեկտրամատակարարման։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ գտան հետաքննողները թունելների ամենախորը մասում։ Այնտեղ, հատուկ պահարանում, պահվում էր փաստաթղթերի հավաքածու, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Սրանք էին ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էին բաժանվում շահույթները համակարգում, ովքեր էին ստանում գումար, ովքեր էին վճարում հարկեր։ Սրանք էին պայմանագրեր, որոնք ստորագրված էին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք պաշտոնապես երբեք չէին ընդունել, որ նրանք կապված են Մանվել Գրիգորյանի հետ։ Սրանք էին ձայնագրություններ զրույցների, որտեղ քննարկվում էին գործարքներ, որոնք պաշտոնապես երբեք չէին տեղի ունեցել։ Սրանք էին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս հանդիպումներ, որոնք պաշտոնապես երբեք չէին կազմակերպվել։ Սա էր Մանվել Գրիգորյանի ապահովագրությունը։ Եթե ինչ-որ մեկը փորձեր դավաճանել նրան, նա ուներ ապացույցներ, որոնք կարող էին ոչնչացնել այդ մարդուն եւ նրա ամբողջ ընտանիքը։ Բայց այժմ այդ ապացույցները գտնվում էին հետաքննողների ձեռքում, եւ նրանք սկսեցին հասկանալ, թե որքան խորն էր այն համակարգը, որը Մանվել Գրիգորյանը կառուցել էր տասնամյակներ շարունակ։ Երբ Նազիկ Ամիրյանը իմացավ, որ հետաքննողները գտել են թունելները եւ փաստաթղթերը, նրա առաջին ռեակցիան եղավ ժխտումը։ Նա պնդեց, որ նա երբեք չի իմացել այդ թունելների մասին, երբեք չի տեսել այդ փաստաթղթերը, երբեք չի մասնակցել որևէ գործարքի։ Բայց հետաքննողները ունեին ապացույցներ, որոնք ցույց էին տալիս հակառակը։ Նրանք ունեին վկաներ, ովքեր տեսել էին Նազիկին իջնում թունելներ։ Նրանք ունեին փաստաթղթեր, որտեղ նրա ստորագրությունը կար։ Նրանք ունեին ձայնագրություններ, որտեղ նրա ձայնը լսվում էր քննարկելիս գործարքներ։ Սա էր պահը, երբ Նազիկ Ամիրյանը հասկացավ, որ նա չի կարող ավելի ժխտել։ Նա գիտեր ամեն ինչ, նա մասնակցել էր ամեն ինչին, եւ այժմ նա պետք է պատասխանատվություն կրեր դրա համար։ Բայց արդյոք նա իսկապես հասկանում էր, թե ինչ էր արել։ Արդյոք նա զղջում էր իր արարքների համար, թե նա դեռ հավատում էր, որ նրանք արել են ճիշտ բանը։ Ըստ հոգեբանների, ովքեր հարցաքննել են Նազիկ Ամիրյանին, նա ցուցաբերել է դասական նշաններ մարդու, ով ապրել է երկար ժամանակ տոքսիկ հարաբերությունների մեջ։ Նա ամեն ինչ արդարացնում էր իր ամուսնու գործողությունները։ Նա պապնդում էր, որ նրանք արել են այն, ինչ անհրաժեշտ էր ընտանիքը պաշտպանելու համար, որ նրանք ապրել են դժվար ժամանակներում եւ պետք է գործեին այնպես, ինչպես գործել են։ Բայց երբ հոգեբանները սկսեցին խորանալ, երբ նրանք սկսեցին հարցնել ավելի կոնկրետ հարցեր, Նազիկի պատասխանները սկսեցին փոխվել։ Նա սկսեց խոսել վախի մասին, վախ այն բանից, թե ինչ կլիներ, եթե նա հակառակեր իր ամուսնուն, վախ այն բանից, թե ինչ կլիներ նրա երեխաների հետ, եթե նա փորձեր հեռանալ, վախ այն բանից, թե ինչ կլիներ նրա ընտանիքի հետ, եթե նա խոսեր ճշմարտությունը։ Սա էր իրական Նազիկ Ամիրյանը, ոչ թե հզոր գեներալի հավասար գործընկեր, այլ վախեցած կին, ով ապրել է տարիներ շարունակ մշտական սպառնալիքի տակ։ Բայց արդյոք այս վախը արդարացնում էր նրա գործողությունները։ Արդյոք նա կարող էր պնդել, որ նա զոհ է, երբ նա ինքը մասնակցել էր համակարգին, որը վնասել է հարյուրավոր մարդկանց։ Հետաքննողները չէին ընդունում նրա արդարացումները։ Նրանք ցույց էին տալիս նրան փաստաթղթեր, որտեղ նրա ստորագրությունը հաստատում էր գործարքներ, որոնք վնասել էին սովորական մարդկանց։ Նրանք ցույց էին տալիս նրան լուսանկարներ, որտեղ նա ներկա էր հանդիպումներում, որտեղ քննարկվում էին ապօրինի գործարքներ։ Նրանք ցույց էին տալիս նրան ձայնագրություններ, որտեղ նրա ձայնը լսվում էր հաստատելիս որոշումներ, որոնք վնասել էին մարդկանց։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նրանք ցույց էին տալիս նրան նոր ապացույց, Նազիկ Ամիրյանի պաշտպանությունը դառնում էր ավելի թույլ։ Նա սկսեց հասկանալ, որ նա չի կարող ավելի թաքնվել վախի հետևում։ Նա պետք է պատասխանատվություն կրեր իր արարքների համար։ Անվտանգության արխիվներում պահպանվում են փաստաթղթեր, որոնք ոչնչացվել են Մանվել Գրիգորյանի կողմից։ Ինչ էր թաքցվում ժողովրդից։ Ինչ գաղտնիքներ են բացահայտվել հետագայում։ Ինչը դեռևս անհայտ։ 2018 թվականի ամռանը, երբ հետաքննողները սկսեցին ուսումնասիրել Մանվել Գրիգորյանի անձնական արխիվը,
Նրանք հայտնաբերեցին, որ շատ փաստաթղթեր բացակայում են։ Ըստ կատալոգների, որոնք գտնվել են նրա գրասենյակում, պետք է լիներ հազարավոր էջ փաստաթղթեր, ֆինանսական ժաշվետվություններ, պայմանագրեր, նամակագրություններ, զեկույցներ։ Բայց իրականում գտնվել է միայն մի փոքր մասը։ Մնացածը կամ ոչնչացվել է, կամ թաքնված է այնտեղ, որտեղ հետաքննողները դեռ չեն գտել։ Բայց ինչու՞։ Մանվել Գրիգորյանը ոչնչացրեց այդ փաստաթղթերը։ Ինչ էր պարունակվում դրանցում, որ նա չուզեց, որ ինչ-որ մեկը տեսնի։ Եվ ամենակարևորը, երբ նա ոչնչացրեց դրանք։ Արդյոք դա եղավ վերջին օրերին, երբ նա հասկացավ, որ ձերբակալությունը անխուսափելի է։ թե դա եղավ շատ ավելի վաղ, երբ նա սկսեց զգալ, որ նրա իշխանությունը սկսում է թուլանալ։ Ըստ ինֆորմատիկ փորձագետների, ովքեր վերլուծել են Մանվել Գրիգորյանի համակարգիչները, վերջին մեծ ֆայլերի ջնջումը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին, ընդամենը 1 ամիս առաջ նրա ձերբակալությունից։ Այդ ժամանակ ջնջվել է ավելի քան 2 տերաբայթ տվյալներ, փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, ձայնագրություններ, տեսանյութեր։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ այդ ֆայլերը ջնջվել են հատուկ ծրագրով, որը ոչնչացնում է տվյալները այնպես երայինպես, որ դրանք հնարավոր չէ վերականգնել նույնիսկ ամենաժամանակակից տեխնոլոգիաներով։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը պլանավորել է այդ ոչնչացումը, նա պատրաստվել է դրան, նա ուզել է համոզվել, որ այդ տեղեկատվությունը երբեք չի բացահայտվի։ Բայց ինչու՞։ Ինչ էր այդ տեղեկատվությունը ունը, Որ նա այդքան վախենում էր դրա բացահայտումից։ Հետաքննողները փորձեցին վերականգնել գոնե մի մասը այդ ջնջված տվյալներից։ Նրանք օգտագործեցին ամենաժամանակակից տեխնոլոգիաները, դրանք ներգրավեցին լավագույն փորձագետներին, նրանք ծախսեցին ամիսներ այդ աշխատանքի վրա։ Եվ վերջապես նրանք կարողացան վերականգնել փոքր մասը՝ մի քանի 100 էջ փաստաթղթեր եւ մի քանի ժամ ձայնագրություններ։ Բայց նույնիսկ այդ փոքր մասը բավական էր, որպեսզի հասկանալ, թե ինչու Մանվել Գրիգորյանը այդքան ուզում էր ոչնչացնել այդ տեղեկատվությունը։ Այդ փաստաթղթերում պարունակվում էին մանրամասներ գործարքների մասին, որոնք ներառում էին ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա պաշտոնյաների։ Այդ ձայնագրություններում լսվում էին զրույցներ, որտեղ քննարկվում էին գործարքներ, որոնք կարող էին վտանգել ազգային անվտանգությունը։ Այդ տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ Մանվել Գրիգորյանի ցանցը տարածվում է շատ ավելի լայն, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այդ վերականգնված փաստաթղթերի մեջ կային նաև հղումներ այլ փաստաթղթերի, Որոնք դեռևս չեն գտնվել։ Փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկատվություն բանկային հաշիվների մասին օտարերկրյա երկրներում։ Փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկատվություն անշարժ գույքի մասին, որը գրանցված է այլ անձանց անունով։ Փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկատվություն ներդրումների մասին, որոնք կատարվել են գաղտնի ընկերությունների միջոցով։ Սա նշանակում էր, որ Մանվել Գրիգորյանի իրական հարստությունը շատ ավելի մեծ էր, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Եվ այդ հարստությունը դեռևս թաքնված է ինչ-որտեղ, սպասելով, որ ինչ-որ մեկը գտնի այն։ Հետաքննողները սկսեցին փնտրել այդ թաքնված ակտիվները։ Նրանք ուղարկեցին պաշտոնական հարցումներ բանկերին տարբեր երկրներում։ Նրանք համագործակցեցին միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտանում են ֆինանսական հանցագործությունների հետաքննության մեջ։ Նրանք վերլուծեցին հարյուրավոր ընկերությունների փաստաթղթեր, փորձելով գտնել կապեր Մանվել Գրիգորյանի հետ։ Եվ աստիճանաբար նրանք սկսեցին բացահայտել ցանց, որը տարածվում էր մի քանի երկրների վրա։ Բանկային հաշիվներ Շվեյցարիայում, Կիպրոսում, Լիխտենշտայնում, անշարժ գույք Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում։ Ընկերություններ, որոնք գրանցված էին օֆշորային գոտիներում եւ որոնց իրական սեփականատերերը անհայտ էին։ Սա էր ամբողջական համակարգ, որը նախատեսված էր թաքցնելու հարստությունը եւ պաշտպանելու այն ցանկացած հետաքննությունից։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ այդ համակարգը կառուցվել էր ոչ միայն Մանվել Գրիգորյանի համար։ Հետաքննողները հայտնաբերեցին, որ շատ այդ հաշիվներից եւ ընկերություններից օգտագործվում էին նաեւ այլ մարդկանց կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ, նույնիսկ քաղաքական գործիչներ։ Սա նշանակում էր, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն կառուցել էր իր սեփական հարստությունը, այլև օգնել էր ուրիշներին կառուցել իրենց հարստությունը։ Եվ դրա դիմաց նա ստանում էր հավատարմություն, պաշտպանություն, իշխանություն։ Սա էր իրական համակարգը, ոչ թե մեկ մարդու իշխանություն, այլ ամբողջական ցանց, որտեղ յուրաքանչյուրը կախված էր մյուսից, եւ յուրաքանչյուրը ուներ շահ պահպանել այդ համակարգը։ Երբ այս բացահայտումները սկսեցին հրապարակվել, Հայաստանում սկսվեց իրական ցնցում։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Մանվել Գրիգորյանի գործը ոչ միայն մեկ կոռումպացված գեներալի գործն էր, այլ ամբողջական համակարգի բացահայտում, որը գործել էր տասնամյակներ շարունակ։ Մարդիկ սկսեցին պահանջել, որ հետաքննությունը շարունակվի,
որ բոլոր ներգրավված անձինք բացահայտվեն, որ բոլոր թաքնված ակտիվները գտնվեն եւ վերադարձվեն պետությանը։ Բայց միաժամանակ սկսեցին լսվել նաև ձայներ, որոնք պահանջում էին դադարեցնել հետաքննությունը, որոնք պնդում էին, որ դա վնասում է երկրի հեղինակությանը, որ դա ստեղծում է անկայունություն։ Սրանք էին ձայներ նրանց, ովքեր վախենում էին, որ հետաքննությունը կարող է հասնել նաև իրենց։ Սրանք էին ձայներ նրանց, ովքեր ուներ ինչ-որ բան թաքցնելու։ Բայց հետաքննողները չդադարեցրին իրենց աշխատանքը։ Նրանք շարունակեցին փնտրել, շարունակեցին վերլուծել, շարունակեցին բացահայտել։ Եվ յուրաքանչյուր նոր բացահայտում ավելացնում էր նոր մանրամասներ այն պատկերին, որը նրանք կառուցում էին։ Պատկեր համակարգի, որը տարիներ շարունակ թույլ է տվել մի խումբ մարդկանց հարստանալ, սովորական քաղաքացիների հաշվին։ Պատկեր համակարգի, որը պաշտպանել է իր անդամներին ցանկացած հետաքննությունից։ Պատկեր համակարգի, որը վերածել է հանրային ծառայությունը անձնական հարստացման գործիքի, եւ այդ պատկերի կենտրոնում կանգնած էր Մանվել Գրիգորյանը, մարդը, ով կառուցել էր այդ համակարգը, ով պահպանել էր այն տասնամյակներ շարունակ, եւ ով այժմ պետք է պատասխանատվություն կրեր դրա համար։ Մտածեք վերջին մարդու մասին, ում դուք լիովին վստահում եք։ Այժմ պատկերացրեք, որ այդ մարդը ձեզ դավաճանում է ձեր ամենամութ օրը։ Հենց այսպես պատահեց Մանվել Գրիգորյանի հետ։ Մի մարդ նրա ներքին շրջանակից նրան մատնեց բանակին։ Անվտանգության նախկին կադրերը գիտեն այս պատմությունը։ Նրանք պահել են լռությունը 35 տարի։ Այսօր, առաջին անգամ, նրանք կպատմեն ճշմարտությունը ժամանակակից Հայաստանի պատմության ամենամեծ դավաճանության մասին։ Բայց այս անգամ նրանք կպատմեն ոչ միայն դավաճանության մասին, այլև այն մասին, թե ինչպես էր Մանվել Գրիգորյանը վերջին օրերին փորձում պայքարել իր ճակատագրի դեմ։ Ինչպես էր նա փորձում պահպանել իր իշխանությունը, երբ ամեն ինչ փլուզվում էր նրա շուրջը։ 2018 թվականի հունիսի սկզբին, մի քանի շաբաթ առաջ իր ձերբակալությունից, Մանվել Գրիգորյանը կազմակերպեց հատուկ հանդիպում իր ամենամոտ մարդկանց հետ։ Ըստ նրանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը, Մանվելը խոսեց բացահայտ այնպես, ինչպես երբեք չէր խոսել նախկինում։ Նա ասաց, որ նա գիտի, որ նոր իշխանությունները պատրաստվում են հարձակվել նրա վրա։ Նա ասաց, որ նա գիտի, որ նրանք հավաքում են ապացույցներ նրա դեմ։ Նա ասաց, որ նա գիտի, որ ժամանակը սահմանափակ է։ Բայց նա նաև ասաց, որ նա չի հանձնվի առանց պայքարի։ Նա ասաց, որ նա ունի պլան, որ նա ունի ռեսուրսներ, որ նա ունի մարդիկ, ովքեր դեռևս հավատարիմ են նրան։ Եվ նա պահանջեց, որ բոլորը, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը, մնան հավատարիմ նրան մինչև վերջ։ Բայց այդ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանը նաև արեց ինչ-որ բան, որը շոկեց բոլորին։ Նա հանեց ցուցակ անունների եւ սկսեց կարդալ այդ անունները բարձրաձայն։ Սրանք էին անուններ մարդկանց, ում նա կասկածում էր դավաճանության մեջ։ Սրանք էին անուններ մարդկանց, ում նա կարծում էր, որ կապված են նոր իշխանությունների հետ։ Սրանք էին անուններ մարդկանց, ում նա ուզում էր վերացնել։ Եվ երբ նա ավարտեց կարդալը, նա նայեց բոլորին եւ ասաց. «Եթե ինչ-որ մեկը այս սենյակում մտածում է դավաճանելու մասին, թող իմանա, որ նա կլինի հաջորդը այս ցուցակում»։ Սա էր սպառնալիք, որը պարզ էր բոլորի համար։ Բայց արդյոք այդ սպառնալիքը բավական էր, որպեսզի կանխել դավաճանությունը։ Արդյոք Մանվել Գրիգորյանը դեռևս ուներ այն ուժը, որը անհրաժեշտ էր իր սպառնալիքները իրականացնելու համար։ Ըստ նախկին պահապանների, այդ հանդիպումից հետո Մանվել Գրիգորյանի վարքագիծը դարձավ ավելի անկանխատեսելի եւ ավելի ագրեսիվ։ Նա սկսեց փոխել իր ամենօրյա ռեժիմը։ Նա այլևս չէր քնում նույն սենյակում 2 գիշեր անընդմեջ։ Նա փոխում էր իր երթուղիները, երբ տեղափոխվում էր մի վայրից մյուսը։ Նա պահանջում էր, որ նրա սնունդը պատրաստվի տարբեր մարդկանց կողմից յուրաքանչյուր անգամ։ Նա դարձավ մարդ, ով ապրում էր մշտական պարանոյայի մեջ, ով տեսնում էր սպառնալիք ամենուրեք, ով չէր վստահում ոչ ոքի։ Բայց միաժամանակ նա նաև սկսեց պատրաստվել վերջին մարտին։ Նա սկսեց տեղափոխել իր ամենաարժեքավոր ակտիվները դեպի ավելի անվտանգ վայրեր։ Նա սկսեց ոչնչացնել փաստաթղթերը, որոնք կարող էին վնասել նրան։ Նա սկսեց կապվել մարդկանց հետ, ովքեր կարող էին օգնել նրան, եթե ամեն ինչ գնար վատ։ Բայց ամենակարևորը այն էր, որ Մանվել Գրիգորյանը սկսեց պատրաստել իր վերջնական պաշտպանությունը։ Ապացույցները, որոնք նա հավաքել էր տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Նա գիտեր, որ եթե նա ձերբակալվի, այդ ապացույցները կլինեն նրա միակ հնարավորությունը փրկվելու համար։ Նա կարող էր սպառնալ բացահայտել այդ ապացույցները, եթե նրան չթողնեն խաղաղ։ Նա կարող էր օգտագործել այդ ապացույցները որպես գործարքի միջոց, նրա ազատությունը դրանց լռության դիմաց։
Սա էր նրա վերջնական պլանը։ Նրա վերջնական ապահովագրությունը։ Բայց արդյոք այդ պլանը կաշխատեր։ Արդյոք նոր իշխանությունները կվախենային այդ ապացույցներից։ Թե նրանք կլինեին պատրաստ ռիսկի գնալ եւ ձերբակալել Մանվել Գրիգորյանին, անկախ այն բանից, թե ինչ ապացույցներ նա ունի։ 2018 թվականի հունիսի 16-ին, երբ հատուկ ստորաբաժանումը եկավ ձերբակալելու Մանվել Գրիգորյանին, նա փորձեց օգտագործել իր վերջնական զենքը։ Ըստ ականատեսների, երբ հետաքննողները մտան նրա գրասենյակ, Մանվելը նստած էր իր սեղանի հետևում, նրա առջև պառկած էր թղթերի փաթեթ։ Նա ասաց հետաքննողներին, որ այդ թղթերը պարունակում են տեղեկատվություն, որը կարող է փոխել ամեն ինչ։ Նա ասաց, որ եթե նրանք ձերբակալեն նրան, այդ տեղեկատվությունը կհրապարակվի եւ շատ հզոր մարդիկ կընկնեն։ Նա ասաց, որ նրանք պետք է մտածեն լավ, նախքան որոշում կայացնելը։ Բայց հետաքննողները չվախեցան։ Նրանք վերցրեցին այդ թղթերը, նրանք ձերբակալեցին Մանվել Գրիգորյանին եւ նրանք տարան նրան կալանավայր։ Եվ այդ պահին Մանվել Գրիգորյանը հասկացավ, որ նրա վերջնական պլանը ձախողվել է։ Նա հասկացավ, որ նոր իշխանությունները չեն բախենում նրա սպառնալիքներից։ Նա հասկացավ, որ նրա իշխանության ժամանակը վերջացել է։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ երբ հետաքննողները սկսեցին ուսումնասիրել այդ թղթերը, որոնք Մանվել Գրիգորյանը ներկայացրել էր որպես իր վերջնական զենք, նրանք հայտնաբերեցին, որ դրանք ոչ թե իրական ապացույցներ էին, այլ պարզապես պատճենաթղթեր, որոնք ոչինչ չէին ապացուցում։ Իրական ապացույցները, որոնք Մանվելը հավաքել էր տարիների ընթացքում, պահվում էին ուրիշ տեղում, եւ նա երբեք չբացահայտեց, թե որտեղ։ Սա նշանակում էր, որ նույնիսկ իր վերջին պահերին ազատության մեջ Մանվել Գրիգորյանը խաղում էր խաղ, փորձելով խաբել հետաքննողներին, փորձելով ստեղծել տպավորություն, որ նա դեռևս ունի ուժ, երբ իրականում նա արդեն կորցրել էր ամեն ինչ։ Սա էր վերջնական ծաղրանքը։ Մարդը, ով տարիներ շարունակ խաբել էր բոլորին, այժմ ինքը խաբվեց իր սեփական խաղում։ Երբ Մանվել Գրիգորյանը հայտնվեց կալանավայրում, նրա առաջին օրերը եղան լի բարկությամբ եւ ժխտումով։ Նա պնդում էր, որ նա անմեղ է, որ բոբոլեղ մեղադրանքները կեղծ են, որ նա զոհ է քաղաքական հետապնդման։ Բայց աստիճանաբար, երբ հետաքննողները սկսեցին ներկայացնել ապացույցները, երբ նա տեսավ փաստաթղթերը, լուսանկարները, ձայնագրությունները, նրա պաշտպանությունը սկսեց փլուզվել։ Նա սկսեց հասկանալ, որ նա չի կարող ավելի ժխտել։ Նա սկսեց հասկանալ, որ ապացույցները դեմը շատ ուժեղ են։ Նա սկսեց հասկանալ, որ նրա միակ հնարավորությունը փրկվելու համար է համագործակցել հետաքննողների հետ, տալ տեղեկատվություն այլ ներգրավված անձանց մասին, ցույց տալ, թե որտեղ են թաքնված ակտիվները։ Բայց նույնիսկ այդ պահին Մանվել Գրիգորյանը չէր պատրաստ լիովին համագործակցել։ Նա տալիս էր տեղեկատվություն մասնակիորեն։ Նա թաքցնում էր ամենակարևոր մանրամասները։ Նա փորձում էր պահպանել գոնե մի փոքր վերահսկողություն իրավիճակի վրա։ Բայց նրա առողջությունը սկսեց արագ վատանալ։ Կալանավայրի պայմանները, սթրեսը, անընդհատ հարցաքննությունները, այս ամենը սկսեց ազդել նրա վրա։ Մարդը, ով երբեմն եղել էր ուժեղ եւ անվախ, այժմ դառնում էր թույլ եւ հիվանդ։ Նրա սիրտը չէր դիմանում ճնշմանը։ Նրա շաքարային դիաբետը սրվում էր։ Նրա ճնշումը բարձրանում էր վտանգավոր մակարդակների։ Բժիշկները նախազգուշացնում էին, որ եթե նա շարունակի մնալ կալանավայրում, նրա կյանքը կլինի վտանգի տակ։ Բայց դատարանը մերժեց նրա պաշտպանության խնդրանքը փոխել կալանքի միջոցը։ Եվ Մանվել Գրիգորյանը մնաց կալանավայրում։ Նրա առողջությունը շարունակեց վատանալ, եւ բոլորը սկսեցին հասկանալ, որ նա կարող է չապրել մինչև դատաքննության ավարտը։ Արդյոք սա էր արդարություն։ Արդյոք մարդը, ով վնասել էր այդքան շատ մարդկանց, պետք է մահանար առանց երբևէ պատասխանատվություն կրելու իր արարքների համար։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք։ Անձնական զրույցներից Մանվելի եւ Նազիկի միջև հուսահատ փախուստի պլաններ, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղդ։ Այս մարդը պատմում է, թե ինչպես էր Մանվելը վերջին գիշերները ազատության մեջ քայլում, առանձնատան սենյակներում, խոսելով ինքն իր հետ, կրկնելով անընդհատ. «Նրանք չեն կարող ինձ դիպչել, ես գիտեմ շատ բան»։ Ինչպես էր նա յուրաքանչյուր առավոտ զանգահարում իր մարդկանց եւ հարցնում. ով է խոսել, ով է հանդիպել նոր իշխանությունների հետ։ Ինչպես էր նա պահանջում, որ յուրաքանչյուր երեկո նրան զեկուցեն, թե ով որտեղ է եղել, ում հետ է խոսել, ինչ է ասել։ Սա էր մարդ, ով կորցրել էր քունը, կորցրել էր հանգստությունը, կորցրել էր վստահությունը բոլորի նկատմամբ։ Բայց ամենաշոկայինը այն է, ինչ այս պահապանը պատմում է վերջին գիշերվա մասին, երբ Մանվելը կանչեց նրան իր գրասենյակ եւ ասաց. «Եթե վաղը նրանք գան, դու գիտես թե ինչ անել։
փաստաթղթերը պետք է հասնեն ճիշտ մարդկանց ձեռքը։ Բայց ո՞վ էին այդ ճիշտ մարդիկը։ Ինչ փաստաթղթեր էր նա նկատի ունեցել։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը իսկապես հասան իրենց նշանակման վայր, թե դրանք կորան ճանապարհին։ 2018 թվականի հունիսի 15-ին, ընդամենը 1 օր առաջ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից, Էջմիածնում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը շատերը նկատեցին, բայց ոչ ոք չհասկացավ դրա իրական նշանակությունը։ Այդ օրը երեկոյան ժամը 8-ից հետո, երբ արդեն մութ էր, Մանվել Գրիգորյանի առանձնատնից դուրս եկան 3 մեքենա, մութ ապակիներով, առանց համարանիշների։ Դրանք շարժվեցին դեպի տարբեր ուղություններ եւ անհետացան գիշերվա մեջ։ Ըստ հարևանների, ովքեր տեսան այդ մեքենաները, դրանք բեռնված էին ծանր արկղներով։ Բայց ինչ կար այդ արկղներում։ Ուր տարան դրանք։ Եվ ամենակարևորը, ով էր կազմակերպել այդ գաղտնի տեղափոխությունը։ Հետաքննողները փորձեցին գտնել այդ մեքենաները, բայց նրանք երբեք չկարողացան։ Նրանք փորձեցին գտնել վարորդներին, բայց ոչ ոք չգիտեր նրանց անունները։ Նրանք փորձեցին պարզել, թե ինչ էր այդ բեռը, բայց ոչ ոք չէր պատրաստ խոսել։ Սա մնաց որպես մեկ այն գաղտնիքներից, որոնք Մանվել Գրիգորյանը տարավ իր հետ։ Բայց ըստ նախկին պահապանի, ով այժմ խոսում է առաջին անգամ, այդ արկղներում պահվում էին ամենակարևոր փաստաթղթերը՝ բանկային հաշիվների տվյալներ, պայմանագրեր, ձայնագրություններ, լուսանկարներ։ Սրանք էին այն ապացույցները, որոնք Մանվելը հավաքել էր տարիների ընթացքում որպես իր վերջնական ապահովագրություն։ Եվ երբ նա հասկացավ, որ ձերբակալությունը անխուսափելի է, նա որոշեց տեղափոխել այդ ապացույցները անվտանգ վայր։ Բայց ուր։ Ըստ այս պահապանի Մանվելը ուներ գաղտնի պայմանավորվածություն մի խմբի հետ, որը պետք է պահեր այդ փաստաթղթերը եւ օգտագործեր դրանք միայն այն դեպքում, եթե Մանվելը տալիս էր հատուկ ազդանշան։ Բայց ով էր այդ խումբը։ Արդյոք դրանք էին նրա հին զինակիցները Ղարաբաղյան պատերազմից։ Թե դրանք էին նոր դաշնակիցներ, ում նա գտել էր վերջին տարիներին։ Եվ ամենակարևորը, արդյոք Մանվելը երբևէ տվեց այդ ազդանշանը, թե այդ փաստաթղթերը դեռևս պահվում են ինչ-որտեղ, սպասելով իրենց պահին։ 2018 թվականի հունիսի 16-ին, երբ հատուկ ստորաբաժանումը մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատուն, նրանք գտան ավելին, քան ակնկալում էին, բայց ոչ այն, ինչ փնտրում էին։ Նրանք գտան զենք, սնունդ, հնաոճ իրեր, մեքենաներ։ Բայց նրանք չգտան այն փաստաթղթերը, որոնք Մանվելը խոստացել էր բացահայտել։ Նրանք չգտան բանկային հաշիվների տվյալները, չգտան պայմանագրերը բարձրաստիճան պաշտոնյաների հետ, չգտան ձայնագրությունները գաղտնի զրույցների։ Այն, ինչ նրանք գտան, էր միայն փոքր մասը, բավական, որպեսզի մեղադրել Մանվելին զենքի ապօրինի պահման եւ պետական գույքի յուրացման մեջ, բայց ոչ բավական, որպեսզի բացահայտել ամբողջ համակարգը։ Սա նշանակում էր, որ Մանվել Գրիգորյանը հաջողվել էր թաքցնել իր զիր ամենակարևոր գաղտնիքները նույնիսկ իր վերջին պահերին։ Սա նշանակում էր, որ ինչ որտեղ դեռևս պահվում են այն ապացույցները, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Բայց ուր։ Եվ ով գիտի դրանց մասին։ Ըստ հետաքննողների, ովքեր աշխատել են այս գործի վրա, նրանք հավատում են, որ Մանվել Գրիգորյանը ստեղծել էր այն, ինչ նրանք անվանում են մահացու անջատիչ։ Համակարգ, որը ավտոմատ կերպով կբացահայտի բոլոր գաղտնիքները, եթե նա մահանա կամ անհետանա։ Այս համակարգը ներառում էր մարդկանց, ովքեր պահում էին փաստաթղթերի մասերը, եւ ովքեր պետք է միավորեին դրանք միայն հատուկ պայմաններում։ Այս համակարգը ներառում էր նաեւ ժամանակացույց։ Եթե Մանվելը չէր կապվում որոշակի ժամանակահատվածում, փաստաթղթերը ավտոմատ կերպով կուղարկվեին լրատվամիջոցներին եւ իրավապահ մարմիններին։ Բայց արդյոք Մանվել Գրիգորյանը իսկապես այդքան հեռատես էր։ Թե սա պարզապես տեսություն է, որը հետաքննողները ստեղծել են բացատրելու համար, թե ինչու նրանք չեն կարողացել գտնել բոլոր ապացույցները։ 2018-ից 2020 թվականներին, երբ Մանվել Գրիգորյանը գտնվում էր կալանավայրում, նա շարունակում էր պահպանել լռությունը այն փաստաթղթերի մասին։ Նա չէր պատմում, թե որտեղ են դրանք, ով է պահում դրանք, ինչպես կարելի է հասնել դրանց։ Նա պարզապես ժպտում էր, երբ հետաքննողները հարցնում էին դրա մասին, եւ ասում էր. «Դուք երբեք չեք գտնի դրանք, եթե ես չուզեմ»։ Սա էր նրա վերջին վերահսկողությունը, նրա վերջին իշխանությունը։ Նույնիսկ կալանավայրում, նույնիսկ հիվանդ եւ թույլ, նա դեռևս ուներ ինչ-որ բան, ինչ ուրիշները ուզում էին, եւ նա օգտագործում էր այն որպես իր վերջին զենք։ Բայց արդյոք այդ զենքը բավական ուժեղ էր, որպեսզի փրկել նրան։ Արդյոք նա կարող էր օգտագործել այն որպես գործարքի միջոց իր ազատության համար։ Թե նա պարզապես խաղում էր ժամանակի համար, հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի, ինչ-որ մեկը կգա նրան փրկելու։ Բայց ժամանակը աշխատում էր նրա դեմ։ Նրա առողջությունը շարունակում էր վատանալ։ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին նոր ռազմական գործողություններ, Մանվել Գրիգորյանը գտնվում էր այնտեղ։
Ըստ աղբյուրների, նա ազատվել էր կալանքից հունվարին, առողջական պատճառներով, բայց պետք է մնար երկրում։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, նա որոշեց գնալ Ղարաբաղ, հավանաբար վերջին անգամ տեսնելու այն վայրերը, որտեղ նա մարտնչել էր երիտասարդ տարիներին։ Բայց այնտեղ նրա վիճակը կտրուկ վատացավ։ Նրան տեղափոխեցին Հայաստան, բայց արդեն շատ ուշ էր։ Նրա սիրտը չէր դիմանում, նրա մարմինը հանձնվում էր։ Եվ հոկտեմբերի 19 թվականին Երևանում Մանվել սեկտորի Գրիգորյանի ճանապարհը ավարտվեց։ Նա էր 64 տարեկան։ Երբ Մանվել Գրիգորյանի մահվան լուրը տարածվեց Էջմիածնում, ռեակցիաները եղան խառը։ Ոմանք զգացին թեթևացում։ Վերջապես այն մարդը, ով տարիներ շարունակ վախեցրել էր նրանց, այլևս չկար։ Ոմանք զգացին տխրություն։ Նրանք հիշում էին երիտասարդ Մանվելին, ով մարտնչել էր Ղարաբաղում, ով պաշտպանել էր հայրենիքը, նախքան ամեն ինչ փոխվեց։ Ոմանք զգացին բարկություն։ Նրանք ուզում էին, որ Մանվելը ապրեր բավական երկար, որպիսի պատասխանատվություն կրեր իր բոլոր արարքների համար, որպիսի տեսներ, թե ինչպես է նրա համակարգը փլուզվում նրա աչքի առաջ։ Բայց բոլորը համաձայն էին մեկ բանի մեջ։ Մանվել Գրիգորյանի պատմությունը եղավ խորհրդանիշ այն ամենի, ինչ սխալ էր Հայաստանում 30 տարի անկախության ընթացքում։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող են ազգային հերոսները վերածվել ֆեոդալների։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող է իշխանությունը ապականել նույնիսկ ամենաազնիվ մարդկանց։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող է համակարգը պաշտպանել իր անդամներին տասնամյակներ շարունակ, մինչև վերջապես այն փլուզվի։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնաց անպատասխան, այն էր, ինչ եղավ այն փաստաթղթերի հետ, որոնք Մանվել Գրիգորյանը թաքցրել էր իր վերջին օրերին։ Արդյոք դրանք իսկապես գոյություն ունեն։ Արդյոք դրանք պահվում են ինչ-որտեղ, սպասելով իրենց պահին։ Թե դրանք ոչնչացվել են եւ բոլոր գաղտնիքները մեռան Մանվելի հետ միասին։ Հետաքննողները շարունակեցին փնտրել, բայց դրանք երբեք չգտան այդ փաստաթղթերը։ Նրանք հարցաքննեցին հարյուրավոր մարդկանց, նրանք ուսումնասիրեցին հազարավոր էջ փաստաթղթեր, նրանք հետևեցին տասնյակ հետքերի, բայց բոլորը տանում էին փակուղի։ Կարծես Մանվել Գրիգորյանը իսկապես տարավ իր ամենամեծ գաղտնիքը իր հետ գերեզման։ Նազիկ Ամիրյանի ճակատագիրը եղավ այլ։ Նա շարունակեց դիմել դատարանին, շարունակեց պայքարել մեղադրանքների դեմ, շարունակեց պնդել, որ նա անմեղ է։ Բայց ապացույցները դեմը շատ ուժեղ էին։ Նրա ստորագրությունը փաստաթղթերի վրա, նրա ձայնը ձայնագրություններում, նրա ներկայությունը լուսանկարներում, այս ամենը ցույց էր տալիս, որ նա ոչ միայն գիտեր, այլև մասնակցել էր համակարգին։ Եվ աստիճանաբար նրա պաշտպանությունը սկսեց փլուզվել։ Նա սկսեց խոսել ավելի բաց, սկսեց պատմել մանրամասներ, սկսեց անվանել անուններ։ Բայց արդյոք դա բավական էր, որպիսի փրկել նրան։ Արդյոք դատարանը կընդուներ նրա համագործակցությունը որպես մեղմացուցիչ հանգամանք, թե նա կպատժվեր լիովին իր արարքների համար։ Էջմիածնում կյանքը շարունակվեց։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել էին վախի մեջ, սկսեցին զգալ, որ նրանք կարող են շնչել ազատ։ Բիզնեսները, որոնք վճարել էին հարկեր Մանվել Գրիգորյանին, սկսեցին աշխատել առանց այդ բեռի։ Մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց հողերը, սկսեցին պայքարել դրանք վերադարձնելու համար։ Ոստիկանությունը, որը տարիներ շարունակ ծառայել էր Մանվելին, սկսեց ծառայել օրենքին։ Սա էր նոր սկիզբ, նոր հնարավորություն, նոր հույս։ Բայց միաժամանակ բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանի պատմությունը ոչ միայն անցյալի պատմություն է։ Սա է նաև նախազգուշացում ապագայի համար։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ վախը դառնում է իշխանության գործիք։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ համակարգը պաշտպանում է իր անդամներին ցանկացած գնով։ Բայց մի հարց դեռևս մնում է անպատասխան։ Արդյոք Մանվել Գրիգորյանը եղավ միակ այդպիսի մարդը Հայաստանում։ Թե նա եղավ պարզապես ամենաբացահայտը, ամենահայտնին։ Արդյոք կան ուրիշներ, ովքեր շարունակում են գործել նույն ձևով, բայց ավելի զգույշ, ավելի գաղտնի։ Արդյոք համակարգը, որը Մանվելը կառուցել էր, իսկապես փլուզվել է։ Թե այն պարզապես փոխել է իր ձևը, գտել է նոր ղեկավարներ, շարունակում է գործել ստվերում։ Սրանք են հարցերը, որոնք Հայաստանը դեռևս պետք է պատասխանի։ Սրանք են հարցերը, որոնք որոշելու են երկրի ապագան։ Երբ հետաքննողները փակեցին Մանվել Գրիգորյանի գործը, նրանք գրեցին իրենց վերջնական զեկույցում։ Այս գործը ցույց տվեց, թե ինչպես կարող է մեկ մարդ ստեղծել ամբողջական համակարգ, որը գործում է տասնամյակներ շարունակ, առանց որևէ իրական վերահսկողության։ Այս գործը ցույց տվեց, թե ինչպես կարող են պետական ինստիտուտները ձախողվել պաշտպանելու սովորական քաղաքացիներին այդպիսի համակարգերից։
Այս գործը ցույց տվեց, թե ինչպես կարող է վախը դառնալ ավելի ուժեղ, քան օրենքը։ Բայց ամենակարևորը, այս գործը ցույց տվեց, որ ոչ մի համակարգ չի կարող գոյատևել հավերժ։ Վաղ թե ուշ ճշմարտությունը բացահայտվում է, արդարությունը հասնում է, եւ նրանք, ովքեր կարծում էին, որ անձեռնմխելի են, պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար։ Բայց արդյոք սա ճշմարտություն է։ Արդյոք Մանվել Գրիգորյանը իսկապես պատասխանատվություն կրեց իր արարքների համար։ Նա մեռավ նախքան դատաքննության ավարտը։ Նա երբեք չլսեց վերջնական դատավճիռը։ Նա երբեք չնստեց բանտում իր ամբողջ պատիժը կրելու համար։ Եվ ամենակարևորը, նրա ամենամեծ գաղտնիքները մնացին գաղտնիք։ Այն փաստաթղթերը, որոնք կարող էին բացահայտել ամբողջ համակարգը, երբեք չգտնվեցին։ Այն մարդիկ, ովքեր օգնել էին նրան կառուցել այդ համակարգը, շատերը երբեք չպատասխանատվություն կրեցին։ Այն հարստությունը, որը նա կուտակել էր տարիների ընթացքում, մեծ մասը երբեք չվերադարձվեց պետությանը։ Այսպիսով, արդյոք սա իսկապես արդարություն էր, թե սա եղավ պարզապես մեկ գլխի կտրում բազմագլուխ հիդրայից, որը շարունակում է ապրել եւ աճել։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը դեռևս հիշվում, եւ բաժանորդագրվեք ալիքին, որpիսի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։